Պատկերացրեք կանգնած եք Արտաշատում, ձեր դիմաց Արարատյան դաշտն է, իսկ շուրջը մի քաղաք, որի պատմությունը հազարավոր տարիների խորք ունի։ Այս հողի վրա անցել են արքաներ, զինվորներ, հոգևորականներ ու սովորական մարդիկ։ Այստեղ է եղել Հայաստանի հին մայրաքաղաքներից մեկը՝ Արտաշատը, բայց այսօր մենք չենք խոսելու միայն հին Արտաշատի մասին։ Այսօր մեզ ճանապարհը տանելու է դեպի քաղաքի նորագույն հոգևոր կառույցներից մեկը՝ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի։ Մի եկեղեցի, որը կառուցվել է արդեն մեր ժամանակներում, բայց իր անվամբ, ճարտարապետությամբ եւ հոգևոր նշանակությամբ շարունակում է հայկական եկեղեցաշինության դարավոր ավանդույթը։ Ինչ պատմություն ունի այս եկեղեցին, երբ է այն կառուցվել, ովքեր են կանգնած դրա ստեղծման ետևում եւ ամենակարևորը, ինչ նշանակություն ունի Սուրբ Հովհաննես եկեղեցին Արտաշատի եւ նրա բնակիչների համար։ Այս ամենի մասին այսօր Սուրբ Հովհաննես եկեղեցու մասին խոսելիս անհնար է չխոսել Արտաշատի մասին։ Արտաշատը Հայաստանի այն քաղաքներից է, որի անունը կապված է մեր պատմության ամենահին եւ ամենանշանավոր ժամանակաշրջանների հետ։ Քաղաքը հիմնադրվել է Արտաշես առաջին արքայի օրոք եւ դարձել Հայաստանի հին մայրաքաղաքներից մեկը։ Այդ պատճառով Արտաշատում նույնիսկ ժամանակակից կառույցների կողքին քայլելիս մարդը ակամա զգում է պատմության ներկայությունը։ Այստեղ անցյալը եւ ներկան շատ մոտ են իրար։ Հին Արտաշատի պատմությունը մեզ տանում է դեպի արքայական Հայաստան։ Իսկ Սուրբ Հովհաննես եկեղեցին ցույց է տալիս, որ այդ պատմությունը կանգ չի առել։ Հայկական քաղաքներում հոգևոր կյանքը շարունակվել է սերնդեսերունդ, եւ նոր եկեղեցիների կառուցումը այդ շարունակության մի մասն է։ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու պատմությունը սկսվում է 2002 թվականի հոկտեմբերի 29-ին։ Հենց այդ օրը տեղի ունեցավ եկեղեցու հիմնարկեքը։ Այսինքն, այդ օրը դրվեց այդ կառույցի առաջին խորհրդանշական հիմքը, որը տարիներ անց պետք է դառնար Արտաշատի կարևոր հոգևոր կենտրոններից մեկը։ Եկեղեցու կառուցումն իրականացվեց Հովիկ Աբրահամյանի եւ Աբրահամյան ընտանիքի բարերարությամբ։ Իսկ եկեղեցու հեղինակներն էին հայտնի ճարտարապետեր Արտակ Ղուլյանը եւ Էմմա Ֆահրադյանը։ Եվ այստեղ պետք է մի փոքր կանգ առնել։ Եկեղեցու կառուցումը միայն շինարարական աշխատանք չէր։ Հայկական ավանդության մեջ եկեղեցի կառուցելը նաեւ հոգևոր եւ մշակութային առաքելություն է։ Եկեղեցին կառուցվում է ոչ միայն քարից ու տուֆից, այն կառուցվում է նաեւ գաղափարով, որ այդ վայրը պետք է դառնա աղոթքի, համայնքի եւ հոգևոր կյանքի կենտրոն։ Ու հենց այդպիսի նպատակով էլ սկսվեց Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու պատմությունը։ Բայց այստեղ մի հետաքրքիր հարց է առաջանում. ինչու եկեղեցին անվանակոչվեց հենց Սուրբ Հովհաննես Ավետարանչի անունով։ Սուրբ Հովհաննես Ավետարանիչը Հիսուս Քրիստոսի առաքյալներից մեկն է։ Նրա անունով է կոչվում Հովհաննեսի Ավետարանը, որը Նոր Կտակարանի կարևորագույն գրքերից մեկն է։ Քրիստոնեական ավանդության մեջ Հովհաննեսը հայտնի է նաև որպես սիրո, հավատքի եւ հոգևոր խորության առաքյալ։ Նրա կերպարը առանձնահատուկ տեղ ունի քրիստոնեական մշակույթում։ Եվ երբ հայկական եկեղեցիներից մեկը կրում է Սուրբ Հովհաննես Ավետարանչի անունը, այդ անվանումը իր մեջ կրում է առաքելական քրիստոնեության հետ կապի գաղափարը։ Այսպիսով, Արտաշատի նոր եկեղեցին իր անունով նույնպես կապվում է քրիստոնեական հին ավանդության հետ։ Հիմնարկներից հետո սկսվեց շինարարական աշխատանքների երկար ճանապարհը։ Եկեղեցին պետք է ունենար այնպիսի տեսք, որը միաժամանակ կհամապատասխաներ ժամանակակից քաղաքին եւ կպահպաներ հայկական եկեղեցաշինության ավանդական լեզուն։ Եվ երբ այսօր նայում ենք եկեղեցուն, հենց դա էլ նկատելի է։ Կառույցը հայկական եկեղեցու համար բնորոշ ձևերով է։ Այստեղ տեսնում ենք գմբեթ, կամարներ, հայկական տուֆի կիրառություն եւ ավանդական ճարտարապետական լուծումներ։ Բայց միևնույն ժամանակ սա միջնադարյան եկեղեցու պատճեն չէ։ Սա ժամանակակից կառույց է, որը փորձում է խոսել հայկական ճարտարապետության լեզվով, եւ հենց սա է նրա հետաքրքիր կողմերից մեկը։ Եկեղեցին ցույց է տալիս, որ հայկական եկեղեցաշինությունը կարող է շարունակվել նաեւ
21-րդ դարում, պահպանելով ավանդական ինքնությունը։ Եկեղեցուն նայելիս առանձնահատուկ ուշադրություն կարելի է դարձնել շինանյութին։ Հայաստանի եկեղեցիների և պատմական շինությունների մասին խոսելիս հաճախ հանդիպում ենք տուֆին։ Տուֆը հայկական ճարտարապետության ամենահայտնի նյութերից մեկն է։ Այն ոչ միայն ամուր է, այլև ունի գույնի և երանգի մեծ բազմազանություն։ Հայաստանի տարբեր շրջանների տուֆերը կարող են լինել վարդագույն, կարմրավուն, դարչնագույն կամ ավելի մուգ երանգների, և հենց այդ պատճառով հայկական քաղաքների ճարտարապետության մեջ քարը ինքնին դառնում է գեղագիտական տարր։ Սուրբ Հովհաննես եկեղեցու դեպքում նույնպես քարե կառույցը բնականորեն միաձուլվում է հայկական միջավայրին։ Եկեղեցին կարծես օտար մարմին չէ, այն իր նյութով, իր ձևով շարունակում է այդ ճարտարապետական ավանդույթը, որը մենք ճանաչում ենք հայկական բազմաթիվ եկեղեցիներից։ Եվ եկավ այն օրը, երբ երկար տարիների աշխատանքը պետք է ստանար իր գլխավոր հոգևոր իմաստը։ 2015 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցավ Արտաշատի Սուրբ Հովհաննես ավետարանիչ եկեղեցու օծման արարողությունը։ Եկեղեցու օծումը կատարեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Օծման արարողությունը հայ առաքելական եկեղեցու կյանքում առանձնահատուկ նշանակություն ունեցող իրադարձություն է։ Այդ պահին նորակառույց շենքը պարզապես գեղեցիկ ճարտարապետական կառույց լինելուց անցնում է հոգևոր կյանքի ոլորտ։ Եկեղեցին դառնում է աղոթքի տուն, Սուրբ Պատարագի վայր, մկրտությունների և պսակադրությունների վայր և, ամենակարևորը, մարդկանց հոգևոր հանդիպման վայր։ Այդ օրը Արտաշատը փաստորեն ձեռք բերեց իր նոր հոգևոր կենտրոններից մեկը։ Եկեղեցին միայն պատեր ու գմբեթ չէ, եկեղեցու իրական կյանքը սկսվում է այն ժամանակ, երբ այնտեղ մարդիկ են հավաքվում։ Մարդիկ գալիս են տարբեր պատճառներով, մեկը գալիս է աղոթելու, մյուսը մասնակցելու Սուրբ Պատարագին, մեկ ուրիշը գալիս է երեխայի մկրտության համար, իսկ ոմանք պսակադրության։ Իսկ երբեմն էլ մարդը պարզապես ուզում է մի քանի րոպե լռության մեջ նստել և իր մտքերի հետ մնալ Աստծո հետ։ Եվ հենց այստեղ է եկեղեցու կարևորությունը։ Այն կարող է դառնալ մի վայր, որտեղ մարդը ժամանակավորապես հեռանում է առօրյա հոգսերից։ Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցին այդ իմաստով ոչ միայն ճարտարապետական կառույց է, այլ նաև համայնքային և հոգևոր կյանքի մաս։ Այստեղ կա մի շարք հետաքրքիր խորհրդանշական կապ։ Պատկերացրեք, մի կողմում ունենք հին Արտաշատը, մի քաղաք, որի պատմությունը սկսվում է հազարամյակներ առաջ։ Մյուս կողմում ունենք Սուրբ Հովհաննես եկեղեցին, որի պատմությունը սկսվել է 21-րդ դարում։ Առաջին հայացքից դրանք կարող են թվալ շատ տարբեր ժամանակաշրջանների պատմություններ, բայց իրականում դրանք մի բան ունեն ընդհանուր։ Երկուսն էլ պատմում են Հայաստանի շարունակության մասին։ Հին Արտաշատը մեզ ասում է, որտեղից ենք գալիս։ Սուրբ Հովհաննես եկեղեցին մեզ հիշեցնում է, որ պատմությունը շարունակվում է նաև այսօր։ Եվ հենց այս տեսանկյունից եկեղեցին կարելի է դիտարկել որպես հնի և նորի հանդիպման խորհրդանիշ։ Շենքերը կարող են կառուցվել և ժամանակի ընթացքում փոխվել։ Քարերը կարող են հնանալ, քաղաքները կարող են վերափոխվել, բայց այն, ինչ տեղի է ունենում եկեղեցու ներսում, կարող է փոխանցվել սերունդներին։ Աղոթքը, հավատքը, ընտանիքի կարևոր իրադարձությունները, երեխայի մկրտությունը, երիտասարդների պսակադրությունը, սիրելի մարդու հիշատակը, այս ամենը եկեղեցուն դարձնում է ոչ միայն ճարտարապետական, այլ մարդկային հիշողության վայր, և տարիներ անց, երբ այսօրվա սերունդները պատմեն իրենց երեխաներին ու թոռներին իրենց քաղաքի մասին, Սուրբ Հովհաննես եկեղեցին նույնպես կլինի այդ պատմության մի մասը։ Այսպիսով, Արտաշատի Սուրբ Հովհաննես ավետարանիչ եկեղեցին համեմատաբար նոր կառույց է, բայց նրա պատմությունը շատ ավելի լայն է, քան պարզապես շինարարության տարեթվերը։ Այն հիմնադրվեց 2002 թվականին, տարիների ընթացքում կառուցվեց որպես Արտաշատի նոր հոգևոր կենտրոն և 2015 թվականին, օծվելով ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի կողմից, դարձավ գործող եկեղեցի։ Այսօր այն կանգնած է Արտաշատում, որպես ժամանակակից հայկական եկեղեցաշինության օրինակ,
և քաղաքի հոգևոր կյանքի կարևոր մաս։ Եվ երբ հաջորդ անգամ գնաք այս եկեղեցի, գուցե նրան այլ կերպ նայեք, ոչ միայն որպես գեղեցիկ շինություն, այլ որպես մի պատմություն, որը սկսվել է մեր ժամանակներում և դեռ շարունակվում է գրվել, մի պատմություն, որի մեջ կան քար, ճարտարապետություն, հավատք, ընտանիքներ և ամենակարևորը՝ մարդիկ, որովհետև եկեղեցու իրական պատմությունը միայն նրա պատերի պատմությունը չէ, եկեղեցու պատմությունը այն մարդկանց պատմությունն է, ովքեր գալիս են այնտեղ, աղոթում են, մկրտվում, պսակադրվում, հիշում իրենց հարազատներին և իրենց հավատքը փոխանցում հաջորդ սերնդին, և գուցե հենց սա է Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու ամենակարևոր խորհուրդը՝ հին քաղաքի մեջ նոր սրբավայր, հին հավատքի մեջ նոր սերունդ և անցյալի ու ապագայի միջև շարունակվող հայկական պատմություն։ Եթե ձեզ հետաքրքրեց Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու պատմությունը, գրեք մեկնաբանություններում Հայաստանի որ եկեղեցու կամ պատմական վայրի մասին կցանկանայիք լսել հաջորդ տեսանյութում։ Բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք հավանելու կոճակը և միացրեք ծանուցումները։ Մենք միասին շարունակելու ենք բացահայտել Հայաստանի պատմությունը, մեր եկեղեցիները, հին քաղաքները ու այն վայրերը, որոնք պահում են հայ ժողովրդի հիշողությունը։ Մինչ հաջորդ տեսանյութ, ճանաչեք ձեր հայրենիքը, պահպանեք նրա պատմությունը և փոխանցեք այն հաջորդ սերունդներին։